Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Բարև ձեզ Տիկին Նալչաջյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես այս զույգը հայտնի զույգը մեր երկրի հուներից դուրս է եկել, ինչ է տեղի ունենում, այսպես, չգիտեմ, սա նոնսենս է, մի արտառոց իրավիճակ է, երբ որ երկրի այդպես էլ չհասկացան երկրորդ տիկինն է, երրորդ տիկինն է, զուգընկերն է, ինչա, բայց ոնց որ այդ զուգընկերը բառից ընկնավորվում են, դա էլ անհասկանալի է, շատ ակտիվացել է, գրառումներ է անում եւ անցել է բոլոր սահմանները։ Պարզ է, որ սա պատահական չէ, ինչ են անում, հիմա ինչ են գծագրել, ինչ են որոշել եւ ինչու են անցել այս մարտավարությանը։ Խնդրեմ։ Իմ կարծիքով իրենք շատ լավ կարողանում են գնահատել իրավիճակը, գնահատել են տրամադրությունները, որոնք կա հասարակության մեջ իրենց նկատմամբ եւ առհասարակ բոլոր տեսակետներից գնահատում են իրավիճակը եւ ես այդպես եմ կարծում, որ իրենք նոր մարտավարություն են որտեղրել։ Տեսեք, խաբել այլևս խաբկանքի մեջ սիրում եմ եւ այլն, հա, խաղաղություն չի աշխատում։ Նույնիսկ խաղաղության նման այդ թեզը, որը շատ հոգեհարազատ է մարդկանց, շատ ուրեմն այսպես հուսադրող է, արդեն դրանով իրենք հասկանում են, որ չեն կարողանում խաբել դրանով։ Հասկանում են, որ ժողովուրդը իրենցից չի կարող խաղաղություն ակնկալել որևէ կերպ։ Հիմա ինչ է մնում իրենց ձեռքին զենք, մի շատ կարևոր զենք, կապված մեր ամենահիմնական ապրումներից մեկի հետ, վախի։ Իրենք տարածում են վախի մթնոլորտ։ Վախի մթնոլորտով իրենք ցանկանում են ինչքան հնարավոր է իրենց ձեռքը պահել իշխանությունը, ինչքան հնարավոր է պահպանվել, վերարտադրվել եւ այլն։ Վախը լուրջ զենք է իմիջայլոց, ընդ որում մարդկային ապրումների, մարդկային ուրեմն հոգեկան աշխարհի այդ զգացմունքային բլոկի ամենահնագույն, ամենավաղեմի եւ ինքնապաշտպանական նշանակություն ունեցող զենքերից է։ Հիմա ցանկացած մարդու մեջ կա վախի, տագնապի զգացողության ինչ-որ նույնիսկ նորմատիվ մի աստիճան։ Հիմա իրենց ձեռքին մնացել է ուրեմն սպառնալիքը, սպառնալ, պատժել։ Իրենց մարտավարությունը հիմա դա է։ Ընդ որում վախի մթնոլորտ առաջացնում են ամենատարբեր ձևերով։ Հա, հենց թեկուզ դուրս է գալիս մայրաքաղաքի փողոցները, ամեն մի անկյունում իրենց ձեռքին այս մահակներով ոստիկաններ են։ Հարց, այս ում եք պատրաստվում ծեծել, հա, որ այսպես կազմում։ Դուք վստահ եք, որ այս զույգը միասին է գործում, սա Աննայի, այսպես ասած, նախաձեռնությունը չի։ Սա ոչ միայն զույգը, այլև իրենց ծառայողները, իմ կարծիքով, չեք տեսնում, դրանց մարտավարությունն էլ է փոխված։ Իրենք էլ նախ ասեմ, որ իրենց ֆեյքերի բանակը շատ ակտիվացել է։ Օրինակ երեք ես ինչ-որ բան էի գրել, ասեցի, որ առանձին այսպես սկսել են նկարը ստեղադրում են, բան, այն դոգի շան, բառապաշարով, բառամթերքով, ասեց իմիջիալոց գնալով բառամթերքն ու բառապաշարն ու նկարագիրը շատ մոտենում է, ով խոսում է, հիշում եք այդ շունը ոնց էր, ով խոսում էր, հաջորդ օրը դառնում էր իր համար թեմա, հիմա ով ինչ-որ բան ասում է, այս տիկնոջ համար հաջորդ օրը դառնում է թեմա, ինչ-որ շատ նմանություններ կա։ Ակնհայտ է դառնում, էլի, որ տերերն ու պատվիրատուները նույն մարդիկ են։ Մենք չմոռանանք, որ բառապաշարի այդպիսի այլանդակացումը իրենցից է սկսվել։ Իրենցից մենք սկզբում ցնցվում ենք, ոնց կարելի է, ինչ բառեր են օգտագործում, ինչ արտահայտություններ կամած մարդկանց ականջներին մի տեսակ սովորական դարձավ։ Հիմա իրենք շեշտադրում են, ընդ որում, ես նորից եմ կրկնում, ոչ միայն իրենք են արդեն այդ մարտավարության մեջ, այլև իրենց ենթակաները, հենց մենակ ԱԺ-ում տեսնում ես ոնց են խոսում, ոնց են պահում իրենց եւ այլն, նույն ոճի մասին է խոսքը։ Իմ կարծիքով այստեղ կա ուրեմն մարտավարություն, դիրքորոշում, վախեցնել պատժով, վախեցնել սպառնալիքներով, հայոյախոսությամբ եւ քանի որ իրենց ձեռքին առայժմ իշխանության լծակներ կան, ինչ որ չափով այդ վախի մթնոլորտը մինչև հիմա էլ կար, բայց հիմա իրենք դրա վրա շեշտը դնում են։ Ում են թիրախավորել։ Հետո գիտեք ինչ, իրենց դիմակները արդեն բացված է, թե ովքեր են իրենք։ Հիմա իրենք նաև իրենց բառապաշարը, իրենց բառամտածողությունը եւ այլն, արդեն լիարժեք, որովհետեւ սա իրենց, այսպես ասեմ, հա, ոնց որ վերջին կռիվը լինի։ Հա։
Վերջին կռիվը իրենց բոլոր բնատուր հնարավորություններով մտել են ասպարեզ եւ փորձում են ժողովրդին ուրեմն սպառնալ, վախեցնել, պատժել, նստացնել, ոստիկանությունն է իսկ իրենք խնդիր չունեն, որ այս բառամթերքով խոսում են հիասթափությունը կարող են խորհրդացնել, թե չէ, իրենք գիտեն իրենց ընտրողների սա հաճո է, ինչ է։ Գիտեք ինչ, այսպես է, իրենց հիասթափությունը արդեն իրենց այդքան էլ չի վախեցնում, որովհետեւ իրենք գիտեն, որ հիասթափվողները հիասթափվել են արդեն, բայց նաև չմոռանանք, որ հիասթափվելու համար պիտի հիացած լինել, կա նաև մարդկանց մի մեծ բանակ, որը ընդհանրապես հիացած չի եղել, բայց տեսեք, այդ բառամթերքը դուք բերում եք դոգի օրինակը, կա ինչ որ մի շեշտ մարդկային հասունության, բարոյականության, մակարդակի հասած մի շեշտ, որ այդ բառամթերքը իրեն դուր է գալիս, իր համար հետաքրքիր է, ուժի նշան է, բայց արդեն նկատի ունենալով այսօրվա իրողությունները, այսօրվա տրամադրությունները, ես չեմ կարծում, որ սա կարող է։ Այ մեկնաբանեք, որ իրենք արդեն 3 օր է սկսել է, իմիջիայլոց այնպեսի տպավորություն է, որ ողջ թիմին է հրահանգ տրված։ Հիմա տեսեք ազգային ժողովում ինչ լկտիություն, ինչ բառապաշար, ինչ բառամթեր, ամեն տեղերում, տեսեք թաղապետարանում ինչ արեցին, ինչ է կատարվում, ինչ է տեղի ունենում ավականու նիստի, ինչ է տեղի ունենում մարզերում։ Դա է, նոր մարտավարություն, նոր հրահանգներ, այսինքն բաց արեք ձեր ամբողջ այդ հնարավորությունը հայոյախոսության, լպերշության եւ ինչ ուզում եք արեք։ Հիմա մենք այդ этаպում ենք իմ կարծիքով։ Հաջողելու է իրենց, թե չի հաջողելու, եթե նկատի ունենանք, որ ինչքան շատ լրատվամիջոցներ ունեն, ֆեյքերի մեծ ամբողջ բանակ ունեն, ահռելի թիմ ունեն, այս նկատի ունեն վճարովի թիմ ունեն, տեսեք, այսինքն իրենց հաջողելու է թե ոչ։ Ես չեմ կարծում, որ հատկապես որ այս կողմը, այսպես ասեմ, ակտիվ, ինչպես ասեմ, մատերի վրա կարող են քաշել, ասենք մի 50 հոգի։ Իսկ իրենք տեսեք դիմացի ինչքան շատ եւ այնուամենայնիվ պետական բանը օգտագործում են։ Անպայման օգտագործում են, որոշակիորեն կարող են ինչ որ չափով այսպես պահպանել, բայց գիտեք, ես անընդհատ ասում եմ, հա վախի հետ կապված հետաքրքիր հոգեբանական դիտարկում կա, ուրեմն վախի տարածք հոգեբանական եւ հարձակման, հակահարձակման տարածք։ Դուք պատկերացրեք, եթե ասենք ինչ որ մեկի յետևից հանցագործը դանակը ձեռքին ընկել է փողոցում, մարդը ինչ անում, փախչում է, վազում է, բայց եթե տարածքը կրճատվում է եւ հասնում է ինչ-որ մի հատ քրիտիկական սահմանի, հետապնդվողը արդեն ոչ թե փախչում է, շրջվում է ու անցնում է հակահարձակման, անցնում է պաշտպանության։ Հիմա իրենք կամած այդ տարածքը այնքան են կրճատում վախի տարածքը, որ մարդիկ ոչ թե ավելի շատ խուսափում են, ավելի շատ ձայն չեն անում, վախենում, կծկվում, կգա մի պահ, որ արդեն այդ տարբերակը կաշխատի։ Մարդիկ կշրջվեն եւ իրենց կտանեն պատասխանը։ Ինքը ստիպում է, որ դու արդեն իրեն են մաքսիմալ համարժեք պատասխան ու քայլերին գնաս։ Վախի մթնոլորտով, լպերշությամբ ուզում են հասնել իրենց նպատակին, իսկ իրենց նպատակը սկզբից եւ այդ առաջին իսկ օրվանից ինչ պետություն, ինչ երկիր, ինչ հայրենիք, ինչ ազգային շահ, իրենք արել են այն ինչ անում են, հաջողել են, մենք ասենք, հա, մեզ չխաբեն, բայց ուրեմն կա բոլոր դեպքերում ինչ-որ մի սահման, ժողովրդական, ուրեմն այս ինչ-որ մի տրամադրություն ես տեսնում եմ հասունանում է, բայց պետք է կազմակերպել այդ տրամադրությունները, նստել, սպասել, որ ինքն իրենով ժողովուրդը ինքնակազմակերպվելու է, մի օր այսպես փողոց է դուրս գալու, այդպես չի լինում։ Այստեղ գնդակը այս պահին ուրեմն դիմադիր ուժերի դաշտում է։ Այո, դուք շատ հաճախ եք այս նախադասությունը կրկնում, որ շատ երկար, շատ լավ աշխատել են մեր ժողովրդի հետ եւ հիմա մենք էլ պիտի այսպես այդ ամեն ինչը հաշվի առնենք, տեսեք մի քանի թիրախներ կա, հա, Թալան, բան, տարել են, արցախցիները, սա են, այն հակաարցախյան թեզեր, այդ բոլորը ոչ թե եղել է 2018 թվականից, եթե հետ են գնում այնուամենայնիվ այս հրեշավոր զույգը, այն թերթը, որ թերթոնը, որ իրենք ստեղծել են, առաջին իսկ օրվանից դա է գնացել հակաարցախյան թեզերը, արցախցիների դեմ եւ Թալանը, չգիտեմ 4 միլիարդը եւ ըստ էության հենց դրա վրա էլ իրենք եկել են։ Հիմա ինչ են հիստերիայի մեջ, որտեվ դե նախ Արցախը արդեն տվեցին, էլ կերակրելու բան չունեն, դե տեսնում են այն տականքը, այն անասունը, որ մտածում էր, որ Արցախը պետք է տան ինքը պետք է կուշտ փորով
հաց ուտի, իր որովայնի մասին էր մտածում, տեսնում է չկա, ավելի սարսափելի վիճակ է, հացը կրկնակի թանկ է, թթված, ամեն ինչը թանկ է, այս փողոցային բոմժերը սկսել են ճոխ միլիարդների մեջ ապրել, ամենայն դեպս 3-րդ նախագահն էլ ասեց, այսօր ամենահարուստ մարդը, այս հարուստ մարդիկ, այս մարդիկ են, ամենահարուստներն են, վարչապետը նախկին ասում է ստվերից 6-ի 7 տարում 60 միլիարդը չկա, թվերով ներկայացնում է, 2 միլիարդը չկա, ժողովրդից թալանել է խոսքը, այս ախորժակը սահման չունի, Դանայան տակառի նման մի բան է, իրենք չեն կշտանալու, իրենք ինչքան ուզում է փորձեն, հա, ինչքան ուզում է այսպես յուրացնեն եւ այլն, դա այն տեսակն է, որ չի կշտանում, այնպես որ որևէ հույս ունենալ, որ սրանք կարող են մի օր ասեն լավ հերիք է, մի քիչ լավ բան անենք եւ այլն, դա անհնարին է, այս կերպարները, որ սրանք են, դրանք շտկվող չեն, իրենք այդպիսին են եւ ինչքան երկար մնան, այնքան շատ աղետներ են գալու։ Ուզում եմ ասել, թշնամին շատ վաղուց 20 տարի առաջ է, իրար ինչ 20, 30 տարի առաջ թշնամին սկսել է, այս այլանդակությունների Տիկին Թովմասյան, ես չեմ ձանձրանա ասել, որ մենք հիմա հենց հիմա պատերազմի մեջ ենք, մենք վաղուց էինք պատերազմի մեջ։ Ուղղակի պատերազմի տարբեր փուլեր կան, հա, տեսանելի եւ անտեսանելի։ Ժամանակակից պատերազմների դեպքում միշտ չէ որ առաջնայինը բուն ռազմական գործոնը, հոգեբանական տեղեկատվական գործոնը երբեմն շատ ավելի ավերիչ է եւ նաեւ վտանգավոր է նրանով, որ անտեսանելի է։ Հիմա երբ մենք նայում ենք ինչ հոգեբանական օպերացիաներ են տեղի ունենում, ռազմական, փաստորեն պատերազմական օպերացիաներ, մարդկանց այդպես վախեցնելու, մարդկանց թուլացնելու, մարդկանց ինքնագնահատականը գցելու, որ իրենք ոչ մի բան են։ Տեսեք, եթե մարդկանց վիրավորում է, ինչ է ասում, հա, այդտեղ ես նայեցի լրագրողներից մեկին պատասխանել էր, հա, նա հարցրել հիմա համբալեք, գրել էր երկուսը։ Այսինքն սրանով ինչ է, երբ մեկին վիրավորում են, ինքը նվաստացած է զգում իրեն, նվաստացնում են մարդկանց։ Եթե մի հատ ասենք փողոցի բոմժ է, եթե բունկերի բոմժ է կամ բունկերի ոչիլա, բունկերի ոչիլի ասածից կվիրավորվեն։ Իշխանություն կա։ Ձերքին իշխանություն կա, հասկանում եք, նվաստացնում է։ Այսօր իշխանությունը ձերքին է, վաղը չգիտես որտեղ է։ Իրենք պետք է իմանան, որ նվաստացող մարդը ուրեմն ոչ միայն ուրեմն թուլանում է, խեղճանում է, այլև կարող է շատ ուժեղ զայրանալ, շրջվել եւ այնպիսի հարված հասցնել, որ իրենք ասում եմ հիշեք Մաո Ցեդունի կնոջ շնային վնգստոցը բանտից դատարանից եւ բանտից դա շատ հայտնի պատմություն է եւ հայտնի տիկնոջը բունկերի ոչիլին անդադ այդ խորհուրդ եմ տալիս լսի տես վերջում շամպես ոնց է վախեցած են եւ վախեցնում են այդ զենքն է մնացել իրենց ձեռքին վախեցածները վախեցնում են շատերը ասում են այս կրթելու ծրագիրը շատ նման է աղանդավորական շարժման նախ իրենք երկու բան են անում որ նախ գումարներ են այնտեղ վատնում, մսխում, աշխատանքից հետո է, չէ, այդ բան ինքնաթիռով, ուղղաթիռով թռնում են, գնում են, այդ ֆոնդի գումարներն են ծախսում, կոնկրետ աղանդավորական բան կա այստեղ, կոնկրետ ծրագիր կա եւ քարոզչությունը իրենք նախընտրական քարոզը այլևս այս հրեշավոր զույգը սկսել է։ Ուրեմն քարոզը իհարկե սկսել է, բայց նաեւ ինձ թվում է տեսնում է հակազդումները, տեսնում է մարդկանց տրամադրությունները, նաեւ իրենք չեն կարող չտեսնել, իրենք չեն խապի, որ այս մարդկանց զորով վախեցնելով բերում լցնում են դահլիճները։ Իսկ ինչ վերաբերում է աղանդավորությանը, գիտեք, Տիկին Թովմասյան, ի սկզբանե այս հեղափոխություն կոչվածի, հա, այս դագաղների հեղափոխության բոլոր այդ մոտեցումների մեջ կար աղանդավորական ուրեմն մոտեցումների ներքաշման, մարդկանց ուղեղները լվանալու, մարդկանց գիտակցությունը թունելային դարձնելու բոլոր տարերը եղել է։ Այնպես որ եթե աղանդավորները գալիս են ու մարդկանց ուրեմն բան են, հա, իրենց ծուղակն են գցում։ Իրենք ինչ են անում, հենց մոտավորապես նույն բանն են անում, հա, մարդկանց գիտակցությունը վերահսկել, ընդ որում վախի կոմպոնենտը շատ կարևոր կոմպոնենտ է, հա, այնպես որ այս տեխնոլոգիաները ի սկզբանե օգտագործված էին։ Հիմա էլ իրենք ուղիղ քարոզչության նաև ուրեմն զենքն են վերցրել իրենց ձեռքը։ Բայց գիտեք, այդ իրենց քարոզչության մեջ ինչքան ինչ որ ինֆորմացիաներ են հասնում, այնպիսի բաներ են ասում,
հասկանում եք, որ դիմացինը հիմար չէ, մարդիկ արդեն բոլոր դեպքերում այդ թունելային գիտակցությունից դուրս են գալիս եւ հասկանում են, որ իրենք մի կերպ պիտի դիմանան, լսեն, իսկ ով է ասել, որ այդ դահլիճում նստածները, եթե ընտրություն լինի, գնալու են եւ իրենց ընտրեն։ Բայց նաեւ դրանք ճնշվողներ են։ Ես ուզում եմ ուղղակի մարդկանց այսպես հորդորել, մի գնացեք, գիտեք, եթե վախից դրդվելով եք գնում, կոմբինատում աշխատում են ինչ-որ միտեղ, տնօրենն ասում է պարտադիր պիտի լինեք, որտեղ ես վախենում խնդիր են ունենամ, մարդիկ, դուք էլ բայց աշխատավարձ ասեմ չեք ձեզ, ունենա, երկու այսինքն վախը մի մահ է, հետո իրենք ավելի սարսափելի իրողությունների են բախվելու։ Բոլոր դեպքերում, եթե դա հնարավոր է, ես չեմ ուզում ինչ-որ մեծախոսել, մարդկանց ինչ-որ հերոսության մղել, բայց բոլոր դեպքերում, ինչքան որ հնարավոր է, ամոթ է, պետք չի, մի գնացեք, մի նստեք այդ դահլիճներում։ Ես նաև ուզում եի հասկանալ, հա, թալանի մասին որ խոսում են, իրենք այսպես հունից դուրս են գալիս, դա իրենց ամենախոցելի կողմն է, որովհետև աղմուկը շատ մեծ էր, իրենց բացահայտումները արդեն շատ կոնկրետ, սկսեցին եւ ազգային ժողովում եւ հանրային հասարակական գործիչներ սկսեցին շատ կոնկրետ, պարոն Ղազարյանը տևական ժամանակ է, այսպես թվերով, փաստերով ներկայացնում է, թե ինչ ահռելի մեծ թալան են արել, որովհետև այդ թալանը բացահայտվում էր, թե իրենց, այսպես ասած, տերերը, մասնագետները ասել են, որ հիմա դուք պիտի այս սրա դեմն առնեք եւ սկսեք աշխատել։ Բայց տեսեք, իրենց երկու գործիքակազմ իրենք շարունակում են օգտագործել։ Մեկը այդ թալան, որ դեռ միջև հիմա 7 տարի իրենք հիմա գլխավոր թալանչիները դա կարողանում են օգտագործել եւ խաղաղություն բառը 4 պատերազմ վերող որտեղ է որ տանուլ է տալիս ընդդիմությունը կամ ընդդիմադիր հանրային գործիչները, որ աչոք մենք տանուլ չենք տվել, որ միջև հիմա 4 պատերազմ բերած էս ուժերին, այսպես ասած պատասխանը չի տրվել, ճիշտ գնահատականը չի տրվել։ Եթե միջև հիմա սրանք իշխանության են, ուրեմն տանուլ է տրված պայքարը։ Փաստը դա է։ Շատ ազնիվ մղումներով, ազնիվ շարժումներ, այսպես նվիրյալներ են եղել, նվիրված եղել է, ես չեմ կարող շղթել, հա, բայց բոլոր դեպքերում ուրեմն ինչ որ վրիպումներ են եղել, հա, քայլերի մեջ, տակտիկական, չգիտեմ, ռազմավարական, դրա համար էլ այսօր դեռևս սրանք իշխանության են։ Ուրեմն մենք առերեսվենք, հա, ճշմարտության դեռ տանուլ ենք տվել։ Հիմա ինչ վերաբերում է, ինչու են իրենք այդպես, հա, նոպաների մեջ ընկնում, ցնցումների մեջ ընկնում, հենց որ խոսքը կոռուպցիային է վերաբերում։ Փորձենք իրենց հասկանալ, հա, իրենց հիմնական կռվանը եղել է հենց դա, հա, թալան, լափել, կոռուպցիա եւ այլն եւ այլն։ Հիմա օրական, ես չեմ չափազանցնում, օրական փաստեր են նորից վերհանվում, թե իրենք ինչ աստղաբաշխական ախորժակ ունեն այդ թալանի ու կոռուպցիայի իմաստով, հա, մարդկանց մտքով էլ չի անցնում, որ գործը, չգիտեմ, միլիարդների, հա, արդեն միլիարդների մասին է խոսքը։ Հիմա երբ որ այդ փաստացի ձևով ուրեմն հարցեր են բարձրացվում, իրենք այսպիսի տպավորություն է, որ իրենց մազոլին են, հա, կանգնում ամենացավոտ կետին։ Տեսեք, երբ ասում են դավաճան, թուրք, ինչ որ թեթև ռեակցիաներ կամ տալիս են կամ չեն տալիս, հա, իսկ սա իրենց հիմնական կռվանն է, որովհետև ժողովուրդը այն ժամանակ դուրս է եկել հանուն, չգիտեմ, ինչ որ մարդիկ հանուն աշտարության, այդ խայծակուլ տված այդ կեղծ քարոզչության եւ հիմա իրենք այո իրենց ոտքի տակից հողը կարծես գնում է, երբ որ հենց այդ դիպուկ այն ամենադիպուկ կետին են, հա, մարդիկ խփում, ընդ որում փաստերով եւ այդ վախը, որ իրենք վախենում են, հա, հենց նաեւ դրանից է գալիս, իրենց դեմքը պարզված է, իրենց բարոյական կերպարը արդեն պարզված է, իրենց թալանի ախորժակը պարզված է եւ շարունակում է պարզվել, մենք դեռ երևի շատ ու շատ բաներ հետո կիմանանք, դեռ չգիտենք, հա, այնպես որ այո իրենք դրանից ցնցումների մեջ են ընկնում, վախենում են, իսկ ուրեմն վախից բխած ագրեսիան ամենաուժեղ շավանակ, իդիոտ, ապուշ, այդ արտահայտությունները եւ վախից ծնված, վախի մթնոլորտ ծնված ագրեսիա։ Գիտեք, վախից ծնված ագրեսիան ամենաուժեղ այսպես ագրեսիաներից մեկն է, որովհետև մարդու վախը ինքնապաշտպանական է, հա, եւ ագրեսիվ ձևով սկսում է ինքը իրեն պաշտպանել։ Իրենց ոճը, իրենց կերպարն էլ այնպեսին է, որ ինչ բառեր ասես կօգտագործեն, ինչ քայլերի ասես կդիմեն, այնպես որ ես գնահատում եմ որպես վախեցած մարդկանց ագրեսիվություն,
այն մարդկանց նկատմամբ, ում ուսերի վրա իրենք իշխանություն են Տեսեք, նախքին առաջին դեմքերն են արդեն սկսել սրանց Թալանի մասին խոսելուց։ Դա ինչ որ ավելի բան կլինի Գիտեք ինչ, արդեն մթնոլորտը փոխվում է, որովհետև 7 տարին բավական ժամանակահատված է համեմատություն անցկացնելու համար։ Սթափ հատվածը, արդեն քանի միլիարդի մասին էր խոսում երկրորդ նախագահը։ Այսինքն 7 միլիարդ պարտք են բերել, 2 միլիարդը անհայտ է, չկա ինչ են արել։ Եվ շատ հետաքրքիր համեմատություն էր, 230 միլիոն դոլար քրքրքանի ժամանակ եկել է մոտավորապես 300 միլիոնի, ինչ էր արվել մեր երկրում։ Դե հիմա սիրելի հայրենակիցներ, պատկերացրեք, այս թալանչիները, եթե այդ միլիարդները Նիկոլը չտաներ, Անայի հետ միասին, հիմա մեր երկրը ոչ թե ամենաշատի կրկնակի թանկացուներ եւ դրա հետ միասին մի հատ 100 միլիարդ էլ կյանքերով հանդերձ Արցախը տալ թշնամուն հանձնել, այս ամբողջ հարստությունը հանձնել, խայտարակ թանկացումների, բերի, պարտքի տակ ժողովրդի դնել եւ իրենք դառնան միլիարդեր Աննա, միլիարդեր մարդկանց գրպանում է իրենց այդ արյունոտ ձեռքը, հա, տրանսպորտ են թանկացնում, չգիտեմ, դույժեր եւ այլն, այսինքն սրանք անհագ ագահներ են, իրենք միևնույն է ինչ է լինի, չեն հագենալու։ Եվ այո, մեր նախկին ուրեմն գործիչների ակտիվանալը, ես բոլոր դեպքերում դրական եմ գնահատում, որովհետև մարդիկ արդեն որոշակի մտահանգումների, եզրահանգումների եկել են, մարդիկ համեմատում են իրենց կյանքը այն ժամանակ եւ հիմա, եւ արդեն այն կենթանական ատելությունը, որ կար, նույն Ռոբերտ Քոչարյանի բայց դա էլ է, չէ, դա էլ է այդ թիմերի, ես ամեն օր դրա մասին եմ խոսում, մեծ սխալի մասին, որ չգիտես ինչու իրենք բարդույթավորվեցին, կաշկանդվեցին, փոխանակ իրենց արած գործերը ներկայացնեին, բաց ճակատով շատ բաների մասին խոսեին ժամանակ, ես իրենց ուրեմն մոտիկ կանգնած, հա, իշխանության մեջ կանգնած ինչ-որ մարդկանց հետ շփվելիս, ես իրենց ուղղակի ասում էի, դուք այսքան բան անում եք, դուք ինչու դա Նենք չեք ներկայացնում մարդկանց, որ մարդիկ հասկանան, տեսնեն, որ կա տեղաշարժ, կա զարգացում, հա, արդեն իրենց սկսել էին հայո ել, չէ, որ սրանք շատ խորքից են սկսել։ Կարծեք բանի տեղ չդնելու այդ տեխնոլոգիան, հա, բանի տեղ չդնելու, հա, այն որ ասում են շունը հաչում է, քարավանը միշտ չէ, որ իրեն արտարացնում է։ Այնպես որ տեսեք, այն մի կողմը իհարկե դրսի կոորդինատորների օգնությամբ շատ գրագետ վարում է այս հոգեբանական պատերազմը մեր նկատմամբ վարել ու վարում է։ Քարոզչական ինչ հոգեբանական, քանի թերթ ունեին, հերոստանգերություն ունեին, տերոր էր մեր հոգեբանականի տարր է քարոզչությունը, այնտեղ մաքուր հոգեբանություն է, բանակի դեմ, Արցախի դեմ, Արցախահայության դեմ։ Եվ իրենք փաստորեն ինչ են անում, այն որ ասում են, հա, Ուկրաինայի պարագայում երբ որ ասում են դենացիֆիկացիա, չէ, դեմիլիտարիզացիա, հիմա սրանք մեզ հետ դա արդեն արել են ու անում են, հա, բանակ չպիտի ունենան, ազգային ամեն ինչը ճզմում են եւ ուրեմն ապազգայնացում, ապառազմականացում, իրենք հենց դա են արել եւ անում, այո, եւ մեր բոլոր սրբությունները պղծում են, ժողովուրդը արդեն սա տեսնում է, հասկանում է, գիտեք, ես մի քիչ դեմ եմ, երբ թիրախը այդպես անընդհատ ժողովուրդն է, գիտեք, բոլոր ժողովուրդներն էլ, լսեք, շատ ու շատ ժողովուրդներ այդ նույն խայծը կուլ են տվել։ Այդ նույն գունավոր հեղափոխությունների խայծը կուլ են տվել։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ էսպես թե այնպես հիմա ճիշտ է ինքը նախապատմություն կա այդ ամեն ինչի շատ հաճախ ներկայացնում են, հա 90-ականներից 13 թվականին ինչ է եղել, 14 թվականին արևմուտքը ոնց է խապել, այդպես են ներկայացնում Ռուսաստանի Դաշնությունը, բայց հիմա հայրենական պատերազմի պես բան է իրենց քարոզչությունը ներկայացնում, թե զառոջինու գնում ենք, ազատագրում ենք, ինչ է մեզ պետք, որովհետև ամբողջ շանը քարոզչությունը լցված է դրանով։ Այնտեղ էլ իրենք միևնույն է փորձում են այս կեղտոտ գործիքները Ռուսաստանի դեմ էլ օգտագործում, ուղղակի բարգուպատիվ իրենք կարողանում են դա պահել։ Եթե որոշում են Facebook-ը սոցցանց ես ինչ բանը փակվի, ուրեմն որոշում են փակվել։ Մեզ մոտ, գիտեք ինչ արժեքներ այնպես ոչնչացրեցին, օրինակ հայրենասիրությունը որպես արժեք։ Դա ես կարող եմ մասնագիտորեն ապացուցել, որ հայրենասիրությունը ամեն մի մարդու համար դա արժանապատվության խնդիր է։
հա, արժանապատվությունն է կոլեկտիվ իմաստով, հա, խմբային մենքի արժանապատվությունն է։ Հիմա ինչ արեցին, գավառամտության ինչ որ երանգ տվեցին հայրենասիրությանը եւ այսպես զարմանքով տեսնում էիր, որ հիմա էր, որ ինչ որ մարդիկ, լուրջ մարդիկ, հա, բավականին ասում են, հանկարծ չմտածեք, որ ես հայրենասեր եմ, բայց այսպես, բայց ինչու չմտածենք, այդ ինչ մի վատ բան է, որ չմտածենք։ Այն ուժերը, որոնք մեզ այսպես ջարդուփշուր են ուզում անել, իրենց հայրենիքների, իրենց պետությունների երկրի հայրենասերներն են։ Հանկարծ այդպես չասեք, հետամնացությունն է վախ Արցախը կամ Արցախը։ Դե դա հետամնացություն է։ Մեր հերոսները, վայ դա հետամնացություն է չասեք։ Վայ ինչ անհարմար բան է, մեր նախկին նախագահները ոչ թե։ Ինչի մասին։ Դա ինչ հետամնաց բան է։ Չի կարելի։ Հետո գիտեք հաճախ մի նախադասություն են բերում, ես ուզում եմ ասել, ասում են այդպեսի մի հատ արտահայտություն, ընդ որում վերագրում են մեկ ասում են Կանտն է ասել, մեկ ասում են չգիտեմ ով է ասել, որ հայրենասիրությունը ապիկարի վերջին ապաստանն է, չէ՞, ահա։ Հիմա սա բերում են ապազգային ուժերը մեծ մասամբ կամ էլ ծուղակն ընկած մարդիկ։ Ես փորձեցի հետաքրքրվել վերջին հաշվով սա ինչ արտահայտություն է, հա, հայրենասիրության մասին, եւ պարզվեց, որ 19-րդ դարի կարծեմ, ուրեմն անգլիացի մի գործիչ, հասարակական քաղաքական գործիչ, գրող իր արտահայտությունն է եւ գիտեք ինքը իր երկրի հայրենասերն է եղել եւ գիտեք ինչ կոնտեքստում է ինքը դա ասել է եթե մարդը ոչ մի դրական հատկություն չունի վերջին ավարտված սրիկան է եթե իր մեջ դեռ հայրենասիրություն կա ուրեմն դեռ իրեն կարելի է մարդ կոչել պատկերացնում եք այդ վերջին ապաստանը այդ իմաստով է մեզ մոտ լրիվ խեղաթյուրվում է հայրենասերների դեմ ինչ որ մի բան ասելու համար այնպես որ սրանք բոլոր տեսակի արժեքները մեր ամբողջ սիմվոլիկան եւ ընդ որում ես նորից պիտի շեշտեմ ոչ մի պատահական բան չկա սրանք բոլորը այս հայոյանքները հայոյախոսությունները եւ այլն որ տարածվում են դրանք հոգեբանական պատերազմի օպերացիաներ են Ինչպես որ ռազմական բախումների պատերազմների ժամանակ կան օպերացիաներ, սրանք հոգեբանական պատերազմի օպերացիաներ են, լավ մշակված են, այդ ամբողջ տեսությունը մշակված է, ամբողջ այդ քայլերը, գործողությունները դրանք մշակված են, կան, գոյություն ունեն։ Ուղղակի չգիտես ինչու, եթե մեր ընդդիմությունը ինչ որ առումներով վրիպումներ է թույլ տալիս, չի կարողանում վերջնական հաղթանակ Այո, մենք ամենավերջում դրա մասին պիտի խոսենք, ինչ պիտի արվի եւ որտեղ է թերանում եւ սխալում եւ մինչ այդ, տեսեք, դուք ասեցիք դա կոլեկտիվ արժանապատվության մասին է խոսքը, հիմա երբ որ այն պատկերը տեսնում եք, մի հատ այդ ցուցադրեք նվաստացած ստորացած, թշնամու արջև կզած, այսպես այս վիճակում, ընդ որում այդ լիրփը, բառից բուն իմաստով լիրփը, որ լրփի պես է իրեն պահում ազգային ժողովում, ապիկար, անդասիրակ, երեք բանը ճիշտ էր ասում, Տիկին Ալավերդյան ասում է, այդ անդասիրակ զույգի մասին ես ուզում կամ այն մյուս անդասիրակի մասին, Ալենի մասին, էլի, ասենք այդ այլանդակությունները, որ անում է կամ այդ այլանդակ բառաբաշարը, որ ինքը օգտագործում է եւ այսպես ողորմելի թշվառ վիճակում եւ ասես մատով կանչում է ստորացած, այսինքն ակնհայտ է քաղաքագետները լավ վերլուծում են, ասում են հիմա իր միակ հույսը մնացել է Էրդողանը, որ Էրդողանին խնդրում է, որ խնդրի Ալիևին միջև ընտրություններ ոչինչ չանի, ինքը մեկը մնացած հատվածներն է տվել է, չէ, Սյունիքի ամբողջ բարձունքները, այսինքն Սյունիքը տվել է, չէ, Արցախը տվել է, չէ, Իրանցը տվել է, չէ, հիմա ինչ ամանում Զանգեզուրը էտել կտա Արդեն հեշտ ճանապարհը կբացի, թուրքերին կբերեք 300,000-ին կվերջանա։ Ժամանակ տվեք, մենակ ինքը մնացք այս ողորմելի ժողովուրդը, որ նայում է, օրինակ 21 թվականին, ով գնացել եւ ընտրել է, դուք ասում եք, այդ մարդկանց բան մի ասեք։ Ունի այդ ամոթի խայտարակության, նվաստացման զգացողությունը, որ իրեն այս ստորացրեցին, ես միանգամից ասեմ, ունի, որովհետև դա ուղղակի սրիկան, որ պաշտպանում է այս տականքներին ունի։ Անհնար։ Գիտեք ինչ, ես մի քիչ այսպես նայեցի սոցցանցերում, այն կոնտինգենտը, որը սրան պաշտպանում է, չգիտեմ ինչ ուրեմն բաներից ելնելով, հա, մեկը կարող է բարեկամ է, մեկի հարևանի, չգիտեմ ինչն է, մեկը պաշտոնունի է, մեկը վրեժ ունի, մեկը չկայացած կյանք ունի։ Ինչ են անում, ինչ որ նկարներ էին գտել, որտեղ ինքը կռացած չէր, հա, մի քիչ այսպես ավելի ուղիղ էր կանգնած եւ այդ կադրերն էին տարածում, բայց հիմա տեսեք
Ես նորից եմ կրկնում, ոչ մի բան պատահական չի։ Այստեղ էլ Արփին օրինակ շատ սխալ նկար է դրել, որովհետև իրականում կանչում է իրան են նվաստացնում, էսի մի դրվագի փրթե իր արևին բան է անում։ Չէ, տեսեք, սրանով ինքը ինչ է անում, իր ամենակարևոր խնդիրներից մեկն է լուծում Տիկին Թովմասյան, իր այս պահվածքով։ Ինքը լուծում է եւս մեկ կարևոր խնդիր, որին ինքը վաղուց է լծված՝ նվաստացնել երկիրը։ Ինքը սրանով դրսում նվաստացնում է Հայաստանը։ Իրենց հիմնական խնդիրներից մեկը դա է, հա, որ մենք խեղճենք, ստրուկենք, այսպես կռացածենք, հա, գետնատարածենք թշնամու առաջ։ Այնպես որ ինքը այս պահվածքով մենք փորձենք դրսի մարդկանց հայացքով նայել։ Այս որ երկիրն է, հա, ներկայացնում, այս ինչ պետություն է։ Դա պարզ է, բա ընտրողները ինչ են մտածում այստեղ։ Դե ընտրողները, գիտեք, հնարավոր չէ այլ գնահատական տալ։ Իմ թեկուս բոլոր շփումները, մարդկանց հետ եւ այլն, բոլորը արդեն այն աշճանին են գլուխները բռնած, թե լավ, այս ինչ խայտարակություն է։ Մարդիկ խայտարակված լինելու զգացողություն ունեն։ Այնպես որ իր սոցիալական հենարանը ըստ էության չկա, գոյություն չունի, դրա համար են իրենք մտրակի ու այդ մահակների մեջ։ Բայց տեսեք, մուրճը աշխատեց, հիմա կարող է ինչ-որ մի հատ էլ ինչ-որ բան մտածեն ընտրություններից առաջ կամ արտահերթ ընտրություններից առաջ, ինչ-որ մի բան մտածեն։ Իրենք միայն ինչ-որ իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներով կարող են ինչ-որ մի բանի հասնել, թե չէ արդեն այն շատ քիչ է այդ խավը։ Հիմա անձամբ չի քանի օրվա ակտիվություն է այս կնոջ, չգիտեմ, զուգընկերոջ հրամանով է, ինչով է, ինչ որ դրական բան իրեն բերեց։ Ոչ մի դրական բան չբերեց։ Գիտեք, բոլոր դեպքերում ինչքան է իրենք ուզենան ցածրացնել մեր արժեքները, ոչնչացնել, բոլոր դեպքերում հայ մարդու մեջ այդ պատվախնդրությունը, չէ, այդ ամեն ինչը կա, արժեքները կան, չեն մեռել, նույնիսկ այն խավերի մոտ։ Դե այնպես որ բոլոր դեպքերում ես չեմ կարծում, որ իրենց ինչ որ դիվիդենդներ կբերի, բայց իրենք փորձում են վախի մթնոլորտով, բայց իմ կարծիքով այդ վախի մթնոլորտն արդեն սկսելու է աշխատել։ Արդեն սկսելու է, որտեղ իրենք այնպիսի փաստերի առաջ են մեզ կանգնեցնում, որ ուղղակի պետք է լինել չտեսնելու համար։ Շատ լավ, Ռուկոն, հիմա ինչ պիտի անի ընդդիմությունը, որտեղ է թերանում, տեսեք, երեք էլի ինչ որ լկտի հայտարարություններ է թույլ տալիս, մեկը, որ ասենք այս թիմը պիտի ես տեսնում եմ երկրորդ նախագահին ասում է, չգիտեմ, որտեղ ասեմ ալեն, օրինակ ես մենակ ես պատկերացնում եմ աղբանոցում թիմիդ հետ միասին այդ զույգին, օրինակ ես հենց առաջին բանը որ գալիս է, հիմա մեկը կարող է վանդակից ենք ու ինքնից ենք աղբեն, էլի, որտեվ հաստատ Սորոս պապի կամ Թշնամին 1000 անգամ են ձեզ ասել, ոչ թե ձեզ ինչ որ որևէ արժեքի համար են բերել իշխանության, աղբի հոտով գտել են, պիղծ, անբարոյական, անհայրենիք, սրիկա, ոչ մի պիտանի բան չեն արել այս կյանքում, ոչ մի արժեքավոր բան չեն, ոչինչ չեն ստեղծել, այլանդակություն բոլոր առումով գտել են այդպես, որովհետև իրանց երևի կարող մեկ-մեկ թվավորյակ արժանի է, որտեղ չէ, որպես այլանդակություն գտել, բերել են աղբի գարշանքի հոտով։ Հիմա տեսեք, այդպիսի բան է ասում, այսօր օրինակ իբր թե թիմ ունի, ես չգիտեմ, թիմ ունի թե չունի, երկրորդ նախագահ Հայաստան դաշինքը, Հայկական դաշնակցություն, ասենք գնալ, բան չկա, դա տեսանելի չի, ըստ էության սա մնացել է 6 падգամավորի վրա 7, լավ, հա, Ղազարյան 6-7 падգամավորի վրա եւ ասենք պարոն Ղազարյանի մյուսների նման 10 հանրային գործիչների վրա։ Ճիշտն ասած, քանի որ այսպես ներքին խոհանոց են ծանոթ չի թիմը, ունի, չունի եւ չէ, պետք չի այնիշ տեսանելի, սխալները, օրինակ ասենք իր այդ падգամավորական թիմը մարդիկ կան, ովքեր ակնհայտ։ Չէ, ես այդ նույնը կարող եմ երրորդ նախագահի թիմի մասին ասել։ Իրենք ակտիվանում են մի ինչ-որ բաներում, բայց օրինակ այս Թալանի, այս ահրելի Թալանի, չեն լծվել դրան։ Հարցերում լուրջ վրիպումներ կան եւ եղել են։ Օրինակ այնտեղ կար այն Գեգամ Մանուկյանը, չէ՞, Մանուկյաններ, այն Գեգամ Նազարյան, հա։ Կներեք, Գեգամ Մանուկյանի մասը չի խոսքը դաշնակցականի։ Ոնց կարելի է չզգալ, չտեսնել, չշոշափել այդ մարդու։ Մենք բոլորս մոլորված մենք բոլորս մտածում, դուք այդ մարդու ելույթը չեք հիշում, ինչ էր ասում։ Եվ այդ մարդու պահվածքը, նկարագիրը, իրան կորցրած, բան, մենք բոլորս ոնց կարելի է, ինչ որ բաներ կա, որ դրանից հետո ինչպես Այսինքն ինչպես։ Ես ընդդիմությանը ինչ ասեմ, այդտեղ ես ոչ մեկի չեմ եղել, որտեղ մենք բոլորս մտածում ենք, որ ինքը, գիտեք ինչ պայքար, ինչ պիտի անի, որտեղ է կորցրել եւ գնում է բանի, ով կմտածել, որ տեսնում ենք նաեւ որտեղ կորցրածներ կան։
որ ասում են ոչինչ որ իմ երեխան մահացել է, կարևորը դու կենթանի ես, այնպես որ որդի կորցրած լինելը դեռ քաղաքականության մեջ լավ աշխատելու ուրեմն նախապայման չէ։ Այնպես որ ես այո համամիտ եմ, որ կադրերը շատ ու շատ հարցեր են լուծում, ճիշտ կադրային քաղաքականությունը ճիշտ թիմ ունենալը, մանավանդ հիմա, երբ մենք այսպիսի վիճակում ենք, դա առաջնային է, բայց ծուղակները շատ են։ Այդ ծուղակները ես շատ կուզենայի, որ մեր ընդդիմադիր ուժերը այդ ծուղակների մեջ չընկնեն։ Ես պարզ օրինակ բերեմ։ Մի քանի օր առաջ այսպես նորից մի հոգեբանական օպերացիա եղավ, հոգեբանական պատերազմի, այդ դպրոցի հետ կապված, ուսուցչի հետ կապված։ Եվ այո, եւ տեսեք մենք ինչի առնչվեցինք, որ եւ ընդդիմադիր, եւ իշխանական բոլորը սկսեցին մեղադրել երեխաներին, ուսուցիչներին եւ այլն։ Իսկ դա եթե մի քիչ խորամուխ ես լինում, դա շատ լավ մտածված հոգեբանական օպերացիա էր։ Գիտեք, այդ օպերացիաների մեջ կա մի տեսակ, որին ես կկոչեմ սրտաճմլիկ։ Հիշում եք այն բանը եղեր պապիկին։ Հիշում եք, այնին սրտաճմլիկ էր, հետո սկսեցին բոլորը ինչ որ փաթեթներով, ուտելիքով, չգիտեմ ինչով գնալ, ազնիվ մղումներ են մարդկանց, բայց իրենք չեն հասկանում, որ իրենք ծուղակի մեջ են։ Հետո այդ պապիկը ինչ արեց, Նիկոլի ոտները լվաց, ջուրը խմեց, հետո չգիտեմ ինչեր արեց։ Հիմա այս բարձում այս ուսուցչուհին վաղուց է դա արել, ոչ թե այս ամենը, միշտ էլ այդ գործերի մեջ ա եղել։ Այսինքն սա լավ կազմակերպված էր, ընդ որում փաթեթավորված էր տգեղ։ Հա, որ մարդիկ միանգամից այդ արտաքինը տեսնեն, որ ես ինչա երեխաները հավաքված ուսուցչի հետ էս ոնց են խոսում, չնայած եթե խորամուխ ես լինում, դուքով էին խոսում, ընկեր չգիտեմ ինչան, այդպես էին խոսում երեխաները, եւ ըստ էության, ինչ է, փաստորեն պատժվեց հայրենանվեր կողմը, ով պայքարում է հայրենիքի համար, ազգայինի համար, եւ այսպես մի հատ բան դարձավ, հա, չգիտեմ, սրբացման, սկսեցին բան անել, հա, այսպես խղճալ եւ այլն։ Գիտեք, ես այսպես եմ պատկերացնում այդ ուսուցչու կերպարը, դա մոտավորապես կենթանացած աղավաղված դասագրքերն են այսօրվա մեր դպրոցի, հա, պատմության դասագրքերը։ Միսու արյուն առած այնտեղ կանգնած էր, բայց այնտեղ հավանաբար ներդրում էր եղել, որովհետև այն ձևը, որով կազմակերպված էր, դա շատ նման էր այս քպեական ոճին։ Հիշում եք, որ սրանք նոր էին այդ հեղափոխությունն անում, ամբողջ ոհմակով հարձակվել էին մի հատ դպրոցի տնօրենի վրա, աշակերտներն էին այսպես կանգնած դռան մոտ թույլ չէին տալիս, որ ներխուժեին տնօրենի մոտ։ Այսինքն ոչ, այնտեղ կազմակերպչական իմաստով ներդրում էր եղել եւ դրա համար պետք չի առաջին ամենամակերեսային մոտեցմամբ օյ ես ինչ անդաստիրակ երեխաներ են։ Մի հատ տեսնենք երեխաները ինչ արժեք են պաշտպանում, հա, եւ ինչ արժեքներ է պաշտպանում, ահա այդ կինը, որը հետո նաեւ բացահայտվեց ինչ ճանապարհ է անցել։ Այսպիսի ծուղակներ չի կարելի ընկնել ոչ մեր քաղաքացիներին, ոչ էլ ընդդիմադիրներին։ Օրինակ, այս դեպքում եւ ընդդիմադիրները եւ իշխանականները նույն դիրքորոշումներն ունեին, ինչ շատ ցավալի է։ Շատ լավ։ Ինչ խորհուրդ կարող եք տալ այդ Աննային իր զուգընկերոջը կամ Նիկոլին իր զուգընկերոջը։ Գիտեք ինչ, ես իրենց որևէ խորհուրդ բառից ինչի են այդպես վատանում։ Դե ինչ վատ բառ է, չգիտեմ, համենայն դեպս իրենք ներկայանում են Լիլիթ Գալստյան ազգային ժողով։ Ինքը առաջին տիկնոջ այդ բանից կարող է մի քիչ հա դուրս գալ։ Ես ճիշտ ասած ես ավելի շատ մտածում եմ իրեն, երբ ասում են տիկին, չգիտեմ, եւ այլն, իրեն ամենաշատ սազում է բաջի բառը, հա, ինքը Աննա բաջին է։ Դուք պատկերացնում եք, եթե արդեն Կարինեն Ալչաջյանն է այսպեսի բան։ Չէ, իրենք թուրքական շահն են սպասարկում, չէ, լրիվ գնում է Մուղամ է ուզում լսել, Արցախ է նվիրում, ամուսինը ասես կռացած է, ուրեմն իրեն ավելի շատ այդ բառը ես իրեն շատ ավելի հարմար։ Բայց այդ բաջին տենց հրավիրեց թեյ խմելու ինքը չգնաց այդ բաջին։ Այն մի բաջին եկավ ինքը չգնաց Շուշի, բայց չգնաց Շուշի։ Այն բաջին եկել է թողնեն, մոտիկը թողնեն։ Մարդը նվիրի երկիրը։ Հիմա ամենայն դեպս դրան էլ չարժանացավ, հա, մի թեյ խմելու, Մուղամ լսելու։ Համենայն դեպս իրենք օտարի, այն էլ ոչ թե օտարի, թշնամու շահն են սպասարկում, մեր ժողովրդին այսպես ոտատակ են տալիս։ Սա մեր բոլորի խայտարակությունն է, այս պահվածքը։ Մենք բոլորս ոչնչանում ենք, մեր երկիրը էս ոնց է ներկայանում։ Միթե ինչ կմտածեն դրսից, էս ինչ ժողովուրդ են, էս ինչ ազգ են, որ սրան պահում են։
ամենաստորակաշ ձևով է իրան պահում, այնպես որ իրենք վախեցնելով ինչ որ բանի կարող են հասնել, բայց լիարժեք ընդդիմությունը պետք է մի քիչ ավելի հավաքվի եւ ավելի մտածված այս խորքային մեխանիզմները հաշվի առնելով պետք է գործի։ Ես չեմ կասկածում իրենց նվիրվածության մեջ, ես մենակ նայում եմ այդ падգամավորներին, այդ իրենց ելույթները եւ այլն հեշտ չի, գիտեք, զուտ մարդկային իմաստով այդպիսի կռիվ տալը անընդհատ, անընդհատ այդպիսի վիճակում գտնվելը հեշտ բայց ես կարծում եմ, որ այդ տակտիկան արդեն իրեն չի արդարացնում։ Եթե սկզբում իրեն արդարացնում էր, հիմա սուր հարց տալ նստելը եւ այլն, պետք է ինչ-որ ավելի ոչ ստանդարտ տակտիկական քայլերի գնալ ինձ թվում է։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ։ Ես եմ շնորհակալ։